Ողջույն FM 106.5 հաճախականությամբ գործարալիքի եթերում տևական դադարից հետո Էկո անկյուն ռադիոնախագիծն է այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի խոշորագույն արևային ընկերությունների հիմնադիրներ Էկովիլ արևային ընկերության հիմնադիր եւ խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանին եւ Շտիգեն գրուպ ընկերությունների խմբի հիմնադիր եւ տնօրեն Հայկ Շեքյանին։ Ողջույն պարոն Հայկ։ Առաջի հարցը, որ ուզում եմ այսօր ձեզ տալ, օրենսդրական փոփոխությունների փաթեթին է վերաբերվում եւ առհասարակ պետական քաղաքականությանը։ Ինչ փոփոխություններ են կրում եւ ինչն է դժգոհությունը արևային ընկերությունների այսօր։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է գտնվել գործընկերների հետ եւ խոսել ոլորտի թեմաների մասին մասնագիտական, այսպես ասած, խորությամբ, դա շատ կարեւոր է, կարծում եմ, մեր հասարակության համար անհրաժեշտ համակողմանի, այսպես ասած, ընկալում ներկայացնելու համար։ Իրականում երկրում էներգետիկ քաղաքականությունը լինելով կարևոր բաղադրիչ մեր ընդհանուր տնտեսական եւ ընդհանուր անվտանգային զարգացման հարցերում, ցավոք սրտի վերջին տարիներին մի քիչ հետ է ընկել դրա զարգացումը, այսինքն աշխարհը շատ ավելի արագ տեմպերով է առաջ գնում, ոլորտները շատ ավելի արագ են զարգանում, մեր երկրում էլ մասնավոր տնտեսությունը, որը ձևավորել է արևային ոլորտի մի շարք 70-ի կարգի ընկերություններ եւ բավականին արդեն մեծ շրջանառություն, մեծ ծավալներ, ցավոք սրտի առաջացրել է այսպես կոչված գեփ ճեղքվածք։ Իրականության նոր մարտահրավերների հնարավորությունների մի կողմից եւ մյուս կողմից այն այսպես ասած թղթի վրա դրված քաղաքականության, որը որ չգիտեմ, մինչև 22-23 թիվը ինչ որ թարմացումներ ապրելով եղել է ակտուալ, բայց սակայն այսօր արդեն ակտուալ չէ եւ առաջացել է կարիք դա փոխելու։ Պարոն Շեքյան, տպավորություն է, որ վերջի տարիներին համենայն դեպս արևային ոլորտը այսպես շարունակական զարգացում էր ապրում եւ որևիցե դժգոհություն չկար, հա, բավականին լուրջ այսպես թվերի լեզվով խոսենք, գրանցումներ ենք ունեցել։ Ինչ փոխվեց, հա, այս օրենսդրական փոփոխությունը իրենից ինչ է ենթադրում։ Երկու հիմնական բան կարելի ասել, ընդհանրապես օրենսդրական փոփոխություն մի քիչ նեղ ենք անում, ընկալում, բայց սակայն դրայվերները, այսպես զարգացման գործոնները, մի գործոնը դա ակտիվ սուբսիդավորման տարատեսակ ծրագրերն են, մասնավոր հատվածում այն տնտեսություններն, որոնք բերում էին մեծ պահանջարկի, մյուս կողմից միջազգային շուկայում գների իջեցումը, այդ տեխնոլոգիաների զարգացումը, մեր շուկայի զարգացումը բերում էին բումային աճի, բավական արագ աճի։ Մյուս կողմից մեկ այդ սուբսիդավորման ծրագրերը հիմա դադարում են, մոտակա օրերին դադարում են, որը բնականաբար առաջացնում է հարցեր, իսկ ինչ հետո։ Տեղից էլ ծնվում է մեկ այլ հարց, իսկ դա մեզ պետք է։ Այդ մենք այսօր ոլորտում համագործակցելով ոլորտի ներկայացուցիչներով, ընկերություններով բերում ենք այն թեզերը, որ ինչու է դա պետք եւ ինչ լուծումներ կա, թե կարճ ասեմ։ Պարոն Օխանյան, շարունակենք թեման, այ կխնդրեի դուք խոսեիք մասնավորապես ընկերությունների սպառողների մասին, մասնավոր սպեկտրում, ինչ կտասա այս փոփոխությունները եւ իհարկե սովորական սպառողներին էլ ինչ փոփոխություններ կունենան դրանք։ Շնորհակալություն նորից հրավերի համար։ Կարեն ջան, ես կուզեի անդրադառնալ նախորդ հարցին շատ կարճ եւ շարունակել հաջորդ տրված հարցը։ Իրականում շատ կարեւոր է այստեղ պետության քաղաքականության շարունակականությունը ոլորտի մասով, նաև հասկանալով, որ չի կարող ոլորտը կանգնեցվել, հետո նորից սկսել նրա զարգացումը, հաշվի առնելով, որ դա օրգանիզմ է եւ օրգանիզմը պետք է ապրի, չի կարող ապրել, հետո մահանալ, հետո նորից շարունակել ապրել։ Եվ իհարկե պետք է այստեղ հաշվի առնել ինչ օգուտներ տնտեսական, սոցիալական եւ տարատեսակ օգուտներ է տվել դա մեր երկրին, մեր տնտեսությանը։ Մենք ավելի քան վստահ ենք, իհարկե ամեն ինչ թվերով հիմնավորված է, որ արևային ոլորտը շատ մեծ դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, Հայաստանում գործող կազմակերպությունների մրցունակության վրա, որովհետև բնականաբար էլեկտրաէներգիա, այսպես ասած, մի քանի տարի հետո արդեն անվճար էլեկտրաէներգիա ունենալով, նրանք ավելի մրցունակ են դառնում ոչ միայն մեր տեղական դաշտում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Եվ իհարկե հաշվի առնելով, որ նաև հիմնականում տեղադրումներ իրականացում են մարզերում, նաև բերում են մարզերի զարգացմանը, մարզերում ակտիվացմանը եւ
աշխատուժի ձևավորման հենց մարզերում, հա, որը իրականում մեր հանրապետությունում բավականին կաղում է, հաշվի առնելով, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, այսինքն նաև սոցիալական այստեղ կոմպոնենտ կա եւ այդ արևային ոլորտը հենց օգնում է լուծել այդ սոցիալական կոմպոնենտը։ Ինչ ռիսկեր ենք տեսնում եւ ինչ վնասներ կարող է լինել այս ոլորտի կանգնեցման արդյունքում։ Բնականաբար վնասներ կա եւ մասնավոր սեկտորի տեսանկյունից եւ պետական տնտեսության տեսանկյունից եւ ինչպես նաեւ սպառողների բանկային համակարգի այսօր մոտավոր հաշվարկներով վերջին 10 տարիների ընթացքում մոտ 500 միլիոն $, ներդրում է իրականացվել այս ոլորտում, որը օբյեկտիվորեն ասած մեր երկրի համար փոքր ծավալ չէ եւ փոքր ներդրումների քանակ չէ, դա ստեղծել է ակտիվություն ընդհանրապես բոլոր ոլորտներում, քանի որ արևային համակարգերը չունեն կոնկրետ ոլորտային ուղղվածություն, այլ մեր սպառողները բոլորն են, բոլոր գործարանները, բիզնեսներն են, ինչպես նաեւ ֆիզիկական անձիկ։ Չմոռանանք, որ մարդիկ այսօր օգտվում են մի ռեսուրսից, ստանում են առաջին անհրաժեշտության իրենց պահանջը բավարարում են մի ռեսուրսից, որը անսահմանափակ է հատկապես մեր երկրում, եւ այսօրվա տեխնոլոգիաներով, այսօրվա գները հաշվի առնելով մենք իրավունք չունենք ուղղակի չօգտվել։ Բնականաբար բոլոր երկրներն էլ ով ընտրում են այս ուղղությունը, ինչ որ կետի հասնում են մի մակարդակ, երբ խնդիր է առաջանում, դա խնդիր տեխնիկական խնդիր է, այսինքն հաշվի առնելով արևային համակարգերի սպეციფიკան, որ ցերեկային ժամերին է արտադրվում, բայց սպառումը մաքսիմալ սպառումը, պիկային, այսպես ասած, սպառումը ցերեկային ժամերին չէ, բնականաբար խնդիրներ առաջանում են, բայց այսօր այդ խնդիրների լուծման պրակտիկա կա աշխարհում։ Այսօր ամենահեշտ լուծումը դա չի ընտրվել ոլորտը կանգնեցնելը, ընտրվել է ոլորտի հետ աշխատելը, խելամիտ լուծումներ գտնելը, ժամանակ տալը եւ քայլ առ քայլ փոփոխություններ իրականացնելը։ Դուք օրերս հանդիպում կազմակերպեցիք արևային ոլորտի, հա, արևային խոշոր ընկերությունների հիմնադիրների, փորձագետների, ֆինանսաբանկային, միջազգային գործընկերների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ։ Այ ինչ հանդիպումներ եւ ինչ հայտարարությամբ հանդես եկաք։ Նախ ասեմ, որ շատ կարևոր է, որ ընկալվի այն իրականությունը, որ մենք ոչ թե արևայինի վկա, որպես գալիս ենք այստեղ ասում ենք արևային եւ վերջ, արևային լալը, մենք ասում ենք, որ սա անսպառ եւ տեղական ռեսուրս է, որի մաքսիմալ կիրառումը հնարավոր բոլոր ձևերով համապատասխանում է մեր ազգային շահին։ Շատ կարևոր է, որ մենք դա գիտակցենք։ Ուստի, եթե մենք դա գիտակցում ենք, մենք արդեն հասկանում ենք դրա հետ կապված խնդիրները, որ Տիգրանը նշեց, ասենք, օրինակ տեխնիկական խնդիր ասեց, հա, օբյեկտիվ մենք դա գիտակցում ենք։ Մեր համար շատ կարևոր է, որ եւ ոլորտում գտնվող ընկերությունները, ակտիվ խաղացողները գան մեկ ընկալման, տարբեր կարծիքներ կարող են լինել իհարկե, բայց գլոբալ հարցերի շուրջ մեկ ընկալման, համանման ընկալման եւ ոլորտի ձայն որպես արդեն դա հնչի եւ շատ կոնկրետ արդեն լուծումներ մենք առաջադրենք, որտեղ մենք այսօր հասկանում ենք, որ ցավոք սրտի իհարկե շատ լավ կլիներ, եթե կառավարություն ունենար այդ կարողությունները, ռեսուրսները, բայց այսօր աշխարհը այնպեսի խառը վիճակում է, որ նույնիսկ եթե ես մի հարցում ռեսուրս ունես, մի հարցում չունես, եւ բիզնեսի ու պետության համագործակցությունը, արդյունավետ երկխոսությունը շատ կարեւոր է, որովհետեւ մենք նույն խնդիրներին տարբեր անկյուններից նայելով կարող ենք ավելի լավ լուծումներ տալ։ Օրինակ, ասեմ, այն քաղաքականությունը, որ այս պահին կամ լուծումները, որոշումները, որ այս պահին կիրառվում է, գիտակցելով, որ մեր էներգետիկ համակարգը մոտեցել է բավականին վտանգավոր շեմի, որ արևային հզորությունները շատ են եւ ցերեկվա ժամերին մենք այլևս չենք կարողանում օրինակ այլ հզորությունները տեղավորել այդ սպառման բանի մեջ, ծավալի մեջ, պարզապես տրամաբանորեն ընտրում են, ասում են, դե ուրեմն միգուցե մենք կանգ առնենք մի պահ արևայինով, հետո նոր զոհաբերենք արևային ոլորտը։ Գիտեք, զոհաբերել բառը տեղ միգուցե մեր համար տենց էմոցիոնալ հնչի, սակայն ցանկացած ընտրություն, որ դու կատարում ես, դա կոմպրոմիս է մեկը մյուսի հաշվին, դու ընտրություն ես կատարում, ընտրությունը հենց դրանով է կարևոր ճիշտ ընտրել, հասկանալով ինչն ես նախընտրում, ինչն է ավելի կարևոր։ Ու այդ առումով շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք առաջնահերթությունը այնուամենայնիվ զարգացումն է, թե ենթադրենք խնդիր չունենալը, պրոբլեմ չունենալը։ Այդ առումով մենք արևային ոլորտի ընկերությունների հետ երկխոսություն նախաձեռնեցինք եւ կարծում եմ, որ շատ հաջողված հանդիպում էր, որովհետեւ
նախ մտքափոխանակությունը նոր շատ մտքեր առաջացրեց։ Բացի դա բնականաբար մարդիկ իրենց առօրյա աշխատանքի մեջ ինչ որ բաներից չեն իմանում, չեն տեղեկանում։ Այսինքն միասին աշխատելու ամեն դեպքում ցանկություն կա։ Եվ միանշանակ, եւ մենք ունենք կարելի ասել, որ արդեն այդ ընդհանուր ընկալումը, որ մտադրությունը բոլոր արևային ընկերությունների կողմից կարծես թե դա համընդհանուր կիսվում է, որ մենք ասոցիացիա պետք է հիմնադրենք, ոլորտը ներկայացնող ձայնը պետք է արդեն այսպես պաշտոնական, ոչ թե որպես անհատներ գնանք տարբեր տեղերում դռները թակենք եւ ասենք, բա մենք կարևոր բան ենք ասում, այլ ոչ որպես ոլորտի ձայն արդեն մենք պաշտոնական ներկայացնենք եւ համագործակցենք պետության հետ։ Շատ լավ։ Պարոն Օխանյան, ես ուզում եի հարցնել Հայաստան-Իրան հոսանքագծի մասին բարձրորտային ինչ տեղեկատվություն ունեք, ինչ փուլում է եւ արդյոք սա կարող է իսկապես լուծումներից մեկը դառնալ։ Բնականաբար դա լուծումներից մեկն է, իհարկե մեկն է, ոչ ամբողջական, բայց մինչ այդ հաշվի առնենք, որ մենք այսօր ունենք մի ոլորտ, ունենք կայացած մի ոլորտ, որը մեզ հնարավորություն է տալիս ենթակառուցվածքների առկայության դեպքում արտահանել ապրանք։ Այսօր մենք գաղտնիք չէ, որ պետական քաղաքականությունը հենց հիմնված է հենց արտահանման խթանման վրա, նույնիսկ հազարավոր ծրագրեր կան, որոնք խթանում են տարբեր սկսած գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, բայց չգիտես ինչու անտեսում են էլեկտրաէներգիան, կարող է այլ շուկայում, այլ երկրում գինի կամ, չգիտեմ, կատնամթերք չօգտագործեն, բայց էլեկտրաէներգիա պարտավոր են օգտագործել։ Եվ այսօր մենք ունենք կայացած ոլորտ, որին ուղղակի պետք է հնարավորություն տալ արտահանել։ Բոլորս հասկանում ենք խնդիրները, բոլորս հասկանում ենք, որ այդ խնդիրները տնտեսաաշխարհագրական եւ քաղաքական են, բայց դա չի նշանակում, որ մենք ավելի հեշտ է կռվենք դրա դեմ, քան օգնենք, որպեսզի արտահանումը խթանենք, հա։ Բնականաբար ձեր նշած գիծը, բարձր գիծը հենց լուծումներից մեկն է եւ կարծում ենք բոլորս էլ այդ կարծիքին ենք եւ ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունները, բոլորն էլ այդ կարծիքին են, որ դա այն առաջնահերթ ուղղություններից է, որի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Ինչու՞ չէ նաեւ Վրաստանի գծի մասին խոսքը կարող է լինել, որովհետեւ այնտեղից մենք կարող ենք արտահանել երրորդ եւ այլ երկրներ, իսկ դրա պահանջարկը այսօր կա։ Այսինքն մենք պետք է փորձենք խնդիրները լուծել, այլ ոչ թե գլուխներս պահել եւ մտածել, որ խնդիր չկա։ Այսինքն խնդիր կա։ Եվ ես կուզեմ առանձնահատուկ նշել այսօր խնդիրը ինչու այս քաղաքականության, այսպես ասած, բեկումնային պահը եկավ, հա, շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, չեմ ուզի շատ տեխնիկական տերմինաբանություն օգտագործել, բայց հաշվի առնելով, որ արևային էներգիան նորից կրկնեմ, հա, արտադրվում է օրվա ընթացքում, բայց սպառումը հիմնականում երեկոյան գիշերային ժամերի է, այստեղ առաջանում է ժամանակային վակուում, բայց դրա լուծումները աշխարհում կան, այսօր կուտակիչների եւ մատչելի են, այսօր ակումուլյատորային տեխնոլոգիաները այնքան էժան են, այնքան հասանելի են դարձել եւ այնքան լավ ֆինանսավորում կա, միջազգային կանաչ ֆինանսավորումներ կան, որ նույնիսկ ոչ միայն ոչ տրամաբանական, այլ նաև սխալ է չմտածել այդ ուղղությամբ եւ այդ սպառումը, արտադրություն, այդ վակուումի խնդիրը լուծելու, այլ փորձել գնալ այն տարբերակով, որ արևային վնաս է, արևային մեզ պետք չէ։ Ինչպես պետք չէ, այսօր ամբողջ աշխարհն է գնում արևային եւ վերականգնող էներգետիկայի օգտագործմանը։ Այսօր ամբողջ աշխարհում զարգանում են, ավելանում է էներգետիկ սպառումը։ Չմոռանանք, որ մենք շատ ենք խոսում հենց վերջերս հայտարարված ծրագրի մասին, որ Հայաստանում 500 միլիոն ԱՄՆ դոլարներ դրում է արվելու, տվյալների կենտրոն է կառուցվելու։ Ես մոտավորապես, որ պատկերացնեք, հաջորդ 10 տարվա մեջ 5 անգամ ավելի շատ տվյալների կենտրոն է աշխարհում կառուցվելու, քան այսօր աշխարհում գոյություն ունի։ Դուք պատկերացրեք բոլոր էներգիա սպառող կառույցներ են, հա, օբյեկտներ են։ Ու հիմնականում, քանի որ պատվիրատուները մեծ համաշխարհային ընկերություններն են, իրենք ունեն նաև բնապահպանական պահանջներ, այսպես ասած ESG պահանջներ, որտեղ հստակ գրված է, որ պետք է որոշակի եւ հիմնականում մեծ մասը լինի վերականգնող էներգետիկ։ Վերջում մենք ունենք պարտավորություններ Փարիզյան համաձայնագրի։ Բայց այսօր արդեն հասել ենք դրան։ Ինչու մենք այսօր կանգնեցնենք ոլորտը, հետո նորից մտածենք, թե ոնց ենք, այսինքն մենք դրանով նաև դիտեք sense ստացվում ենք կառավարության ծրագրում, Տիգրան ջան, կներեք ընդհատում եմ, կառավարության ծրագրում մենք ունենք 30 թվին հասնել 1000 մեգավատ բանին, մենք
այս տարի կհասնենք։ Այսինքն գերակատարել ենք պլանը, ինչ վատ է։ Եկեք առաջ նայենք, ավելի լավ բան ունենք, ասենք իրավիճակ ունենք եւ լուծումները կան։ Շատ նորմալ է, որ մենք որպես բիզնես պետք է հնարավորություններ տեսնենք։ Շատ նորմալ է։ Այն է Կարեն ջան, այս իրականում սա խնդիր է, բայց միջազգային մեր ոլորտային ժարգոնով սա ասում են happy problem, ուրախ խնդիր։ Շատ երկրներ ուրախ կլինեն այս խնդիրը ունենալու, որովհետև սա աշխատանքի արդյունք է, սա տքնաջան աշխատանքի արդյունք է եւ ճիշտ քաղաքականության արդյունք է։ Այսօր մենք այդ ուրախ խնդիրը ունենք։ Ինչու ենք դա սարքում տխուր խնդիր։ Նայեք, դուք խոսեցիք միջազգային փորձից, կուզենամ մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեք, մանրամասն օրինակ Մեծ Բրիտանիայի եթե փորձից ծանոթ եք, արդյունքում ինչ ստացվեց այս նման էր իրավիճակը, տպավորություններ, որ հասարակությունը բողոքեց, ընդդիմություններ կային, երկու կարծիք կար եւ վերջում ինչպես ավարտվեց այս պայքարը։ Ես հիմնականում կարելի ասել այդ ճանապարհը, որ անցնում են, նման է շատ տարբեր երկրներում, դա արևմտյան Եվրոպայի երկրներն են, նույնիսկ արդեն արևելյան Եվրոպայի ԱՄՆ, այսինքն երկրներ, որտեղ արևային էներգիայի կշիռը բավականին մեծ մաս է կազմում ընդհանուր էներգետիկ բալանսում եւ որոշակի տարբերություններով հիմնականում նույն լուծումներն են առաջարկում եւ լուծումներից հիմնականը դա որը որ նույնիսկ չիրագործելը ոչ տրամաբանական է, դա ակումուլյացիոն համակարգերի ներդրումն է եւ բնականաբար սպառման շեղումը, այսինքն մենք այսօր սպառում ենք երեկոյան ժամերին, պետք է խթանիչ ծրագրեր լինեն, որպեսզի մենք սպառումը տեղափոխենք հնարավորինս ցերեկային ժամերի։ Դա հնարավորություն կտա ավելի քիչ ակումուլյացիոն համակարգերի մեջ ներդրում անել, ավելի հենց ուղիղ սպառել մեր արտադրած էլեկտրաէներգիան եւ դրա համար կա գործիքակազմ, կա փորձ աշխարհում։ Այսօր նորից ասեմ, ամենահեշտ բանը խնդրից խուսափելն է կարճաժամկետում, բայց դա չի նշանակում, որ երկարաժամկետում դա մաքսիմալ շահեկան է եւ տնտեսության եւ պետության եւ ինչու՞ չես մասնավոր հատվածի համար։ Պատկերացրեք ինչքան այսօր ֆինանսավորում է գալիս միջազգային կառույցներից կանաչ ֆինանսավորում արտոնյալ պայմաններով, որը նաև շարժ է առաջացնում մեր համակարգում, մեր տնտեսությունում, չէ՞։ Այս պահին բավականին մեծ թվեր են դրանք։ Հիմա եթե մենք այս ուղղությունը կանգնեցնենք, ինչ է նշանակում։ Այս կանգնեցնում ենք նաև այդ ֆինանսավորման աղբյուրները մեր։ Այո։ Ես անպայման ուզում նշել, որ երբ որ միջազգային փորձն եմ ուսումնասիրում, նկատում եմ, որ ոչ միայն արևային ընկերություններն են, այս բողոքի, միջավայրը ստեղծում, այլ նաև հենց էկո ընկերություններ, ինչպես կգնահատեք Հայաստանում գործող էկո ընկերությունների դերը այս գործընթացներում։ Ես ուղղակի եթե թույլ կտաք մի երկու բառով ավելացնեմ Տիգրանի ասացին, նայեք, երբ որ խոսում ենք լուծումների մասին, շատ իրականում այդպես ինչ որ նոր բաներ չենք հորինում, մենք ասում ենք, որ կա ձևավորված ոլորտ, այսինքն այդ փոփոխությունները, լուծումները իրագործողը, այսինքն ձեռքերը ոտքի ուղեղները կան։ Տեսեք օրինակ տարբեր ոլորտներում, երբ որ մենք ուզում ենք ենթադրենք IT ոլորտի զարգացման մասին, երբ որ խոսում ենք, այդ ոլորտի ձեռնարկատերերը բողոքում են կադրերի բացակայությունից կամ սակավությունից։ Պետք է 100,000, պայմանական թվեր եմ ասում, կա 10,000։ Հիմա այստեղ կա ձևավորված արդեն կադրային դպրոց, այսպես ասած շկոլան դառնուցը կա, եւ մենք սկսել ենք արտահանել գիտելիք, աշխատանք, փորձ։ Դա շատ կարեւոր է։ Հիմա եթե մենք խոսենք օրինակ կուտակային կայանի, մի կուտակային կայան, մեկ տան համար, ինչա դա իրանից ներկայացնում, ես սրանից հիշում եմ 7-8 տարի առաջ ջրային տաքացուցիչի, արևային ջրային տաքացուցիչի վրա այդ օրինակը բերում, ըստ էության դա մի լավ հեռախոս է կամ լավ երկու լավ հեռախոս։ Պատկերացնում եք դու այդ ծախսով, ընդ որում կարող ես սուբսիդավորվող վարկի միջոցով քո տունը սարքել, բան, ինչա կոչվում, ավտոնոմ, հա։ Ոչ միայն դա, անկախ, ոչ միայն դա, այսինքն այսօրվա այդ անջատումներից, բաներից խուսափել դա իր հերթին, այդ կոմֆորտը ամբողջությամբ ստանում, բայց ոչ միայն դա, այլև դու կարող ես նպաստել, ինչպես Տիգրանը նշեց, էներգետիկ համակարգի կայունացմանը, որ ասեց սպառման շեղում։ Նաև անկախացմանը։ Այսինքն դու կարող ես ցերեկվա արևը կուտակել, երեկոյան սպառել դրանով, իսկ մեր էներգետիկ համակարգի մի կաթիլը լինելով, այդ մի կաթիլը ավելի բան սարքել էլի, հա, ոնց է կոչվում, ավելի օպտիմալ սարքել։ Հիմա մենք ասում ենք եկեք մեր համակարգը օպտիմիզացնենք այդ իմաստով։ Դա բարդ է թվում, ինչու, որովհետև պատկերացրեք 1 միլիոն, այսպես ասած, սուբյեկտների հետ ոնց կարելի է մի կոճակ սեղմելով բոլորին ասել, բոլորը ձախ, բոլորը աջ, sense ինչ որ դրանից կա անհանգստություն, մենք զգում ենք, տեսնում ենք, բայց մենք ասում ենք դուք մենակ չեք։
մենք ձեր հետ ենք մասնավոր ընկերությունը մոտ 3000 մասնագետ, ինժեներներ, վաճառողներ, չգիտեմ, այնտեղ սպասարկող անձնակազմ։ Դա այդ Տիգրանի ասած happy problem-ն է, որ մենք ունենք այդ ամբողջ էկոսիստեման, հա։ Այդ էկոսիստեման ինքն իրեն չի ստեղծվում։ Դու քրվում ա թե ասենք ոնց որ ձեր համակարգչի մեջ եթե դու վերցնես ֆայլերը հերթով բոլորը Windows-ի լցնես, հո Windows չի աշխատելու, պետքա ինչ որ ձև այդ կոմպիլյացիա արածելնի չէ, ֆայլերը պետք է սկսեն իրար աշխատել։ Այդ կապերը որ քանդվեցին, շատ ավելի մեծ գումար ենք ծախսելու այդ ամեն ինչը հետագայում վերականգնելու։ Նույնը էլի բարձ խնդիր, կարծես թե սակագնային քաղաքականությունը։ Մենք շատ բարձ որոշումներով կարող ենք խթանել ցերեկվա սպառումը։ Ես իմ էլեկտրական մեքենան ցերեկը լիցքավորելու տեսանկյունից ստանալով որոշակի ավելի հետաքրքիր սահագին, ցերեկը գլխում է։ Եվ այդպես այսօր արդեն 20000 բնակիչ, 20000-ից ավել էլեկտրական մեքենա կա, չէ, երկրում։ Կամ բիզնեսների աշխատանքը այնպես կազմակերպել, որ սպառումը ցերեկային ժամերին շարունակենք, շատ լավ օրինակ բերեցիք։ Հիմա մեր սակագինը, գիշեր-ցերեկ ռեժիմի սակագինը, պետքա կոնկրետ ասենք, որ ավելի ոնց որ ընկալելի լինի։ Տեսեք, գիշեր-ցերեկ սակագինը 2000-ականների սկզբին ձևավորվել է որոշակի օրինաչափությունների ժամանակ, այն ժամանակվա էներգոհամակարգը, այն ժամանակվա սպառման օրինաչափությունները, այսօր սպառման օրինաչափությունները չկան։ Փռերը շատ կներեք, այսօր գիշերը չեն աշխատում, փռերը 24 ժամ են աշխատում սիթիներում, մարդը գնում ավոր ժամին ուզում է իր հաց կամ չգիտեմ, գազալցականները, որոնք խոշոր սպառողներ են, հա, էլի ոչ պակաս խոշոր սպառողներ են։ Իրենց այդ գազային այդ կոմպրեսորները, որ պետքա գազը ճնշումով լցնեն, իրենք կարող են իմանալով, որ ցերեկը մի քիչ ավելի էժան կլինի, արևային գազալցակային կդառնա, հումորով եմ ասում, բայց իրենց սպառումը կաճի այդ ժամերին եւ մենք ավելի կայուն համակարգ կունենանք։ Այսինքն տնտեսական պոտենցիալը մենք ասում ենք հսկայական է, որ օրինակ տվյալների կենտրոնները, բայց ոչ միայն տվյալների կենտրոնները, զուլարանները եւ այլ։ Մեր տնտեսությունը ինչ է իրանց ներկայացնում, փոքր տնտեսություն, որը պետք է արտահանի բարձր արժեք։ Այսինքն բարձր արժեք ստեղծելու համար ցանկացած ոլորտ այսօր նայեք, էներգոինտենսիվ բան արնելու, չէ՞, տեխնոլոգիաներ են, շատ էներգիա պետք է ծախսես, որ ինչ որ մի լավ բան ստանաս, այս միկրոֆոնը ստանալու համար ինչ որ էներգիա է ծախսել, որը քիչ չի։ Գալով ձեր հարցին կներեք, ես այս մեջբերում պետք է իրանեի, գալով ձեր հարցին այդ էկո ոլորտը Իրանից ինչ է ներկայացնում կանաչների կամ էկոլոգիական շահառու։ Կատում եք արդյոք ակտիվություն, այսպես ձեր կողքին է։ Մեծ հաշվով մենք զգում ենք աջակցություն, մեծ հաշվով զգում ենք աջակցություն, ինչպես շատ ոլորտներ Հայաստանում սաղմնային շատ բաներ կան եւ բյուրեղացման համար, որը որ կարող է իմպուլս տալ, հա, արդեն հստակ իմպուլս տալ դեպի ինչ որ վեկտոր հաղորդել, զարգացմանը դեռ շատ աշխատանք կա կատարելու ու մի կարևոր հանգամանք էլ կա այստեղ աշխարհում, որ այ նշվեց չէ ESG այդ բանը ֆոնդերը, որ ֆինանսները ասում են ESG սկզբունքներով են ասում դու շատ շեշտադրում դնում եք կանաչի վրա եւ այլ։ Մենք ճունենք մեր երկրում այդ այսպես ասած քաղաքականությունը եւ այ սաղմերը, որ ասեցի, այդ էկո green կամ չգիտեմ էկոլոգիական տարատեսակ կազմակերպություններ, այ իրենք է որ պետք է վաղը միսօրը թելադրեն որևէ վերջնական արտադրության մեջ ինչքան ածխաջրածնային, ասենք, բանա, այսպես ասած, ծախսա կատարվել, ինչքանով է դա մաքուր, ինչքանով է դա աղտոտում մեր շրջակա միջավայրը։ Այո, արտանետումները ասենք, նույն պայմանական ասած խորովածը, որ մենք գնում ենք ուտում ենք, եթե մենք նայենք, տեսնենք այդ, չգիտեմ, այդ կենթանին որտեղ է աճեցվել եւ ինչքան, չգիտեմ, ոչ մաքուր արտանետումներ ա տեղ ունեցել, չգիտեմ, պլաստիկ եւ այլ, մենք ի վերջո մտածելով կարող է նախընտրենք ավելի մաքուրը, օրգանականը կամ այլն։ Մի բան էլ ավելացնեմ, նորից նախորդ կետի հետ է կապված, նաև հաշվի առնենք, որ այսօր ունենք ընկերություններ ոլորտում, որոնք արտահանում են մեր, այսպես ասած, know-how, մեր բրենդը, մեր երկրի անունը, կարծում եմ շատ ոլորտներ չկան, որտեղ Made in Armenia բրենդը, Made in Armenia պիտակը կարող է ճանաչելի լինել։ Այսօր մենք վստահությամբ էլի կարող ենք ասել մենք եւ Հարևան Վրաստանում եւ Կենտրոնական Ասիայում եւ Եվրոպայում այսօր Շվեյցարիայում գոյություն ունեցող ընկերություններ, մասնաճյուղեր ունեցող ընկերություններ ունենք եւ ոչ միայն սա դեռ սկիզբն է, հասկանում եք, դա սա ոչ միայն նաեւ ֆինանսական օգուտի մասին այստեղ պետք է մտածել, այլ պետք է մտածել երկրի իմիջի մասին, երկրի մասին տեղեկացվածության Եվ ամեն դեպքում մենք իհարկե կամփոփենք մեր առաջարկները, բայց ինչ ենք մենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք ժողովուրդ ջան, եկեք որոշում կայացնողներ, քաղաքականություն մշակողներ, մենք բացենք, մենք մեր ամբողջ ռեսուրսը կարող ենք տրամադրել եւ տրամադրում ենք, եկեք նստենք լուծումներ միասին գտնենք։ Չի կարելի նստել որոշել
որ այսօր արևայինը մեզ պետք չէ, կամ այսօր պետք չէ, վաղը պետք է, չի կարող այդպես լինել։ Պետք է նստենք, միասին քննարկենք։ Մենք ունենք տվյալներ, որ անհրաժեշտ է ընդհանուր լուծում գտնելու համար եւ ունեն տվյալներ հատուկ պետական կառույցները։ Եկեք նստենք, քննարկենք։ Ոչ մեկ չի ասում, որ եթե ինչ որ մի ուղղությամբ արևային ոլորտը վնասաբեր է, ուրեմն պետք է շարունակենք։ Բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ։ Մենք շատ օբյեկտիվ ենք, մենք եւ նայում ենք այս ամեն ինչին երկրի տնտեսության տեսանկյունից, այո, եւ էներգետիկ համակարգի տեսանկյունից։ Մենք չենք ասում մենք միշտ ճիշտ ենք, բայց եկեք նստենք դիալոգ անենք, երկխոսություն անենք եւ հասկանանք Որն է ճիշտ լուծումը սրա։ Մինչև չնստենք, չհասկանանք, չենք կարող որոշել։ Զուտ լինելու է էմոցիոնալ որոշում։ Այսինքն էմոցիոնալ որոշում մենք իրավունք չունենք պետության մակարդակով կայացնել։ Բայց պետք է մենք ընդունենք, որ այդ ձայնը լսված է։ Այսինքն մենք այնպես չի, որ մենք եւ ոլորտի ներսում մենք շատ ուրախ ենք, որ երևի համընդհանուր ամեն դեպս երեկվա մեր հանդիպումից հետո այդ մեր խմբին մի քանի ընկերություններ էլ ավելացան, որոնք ուզում են նաև համագործակցել, սակայն նաև պետության տարբեր օղակներում, ովքեր որ քաղաքականության ձևավորման մեջ ներգրավված են, բոլորն էլ բաց են ու ես ուրախությամբ կարող եմ նշել, որ չկա այսօր ես համենայնիվ չեմ հանդիպել մեկ մարդ, որը որ ասում է արևը վատ է, արևը պետք չի մեզ։ Այսինքն դիալոգը արդեն կայացած է։ Իրականում կոմունիկացիայի խնդիր է եղել, առաջի քայլը անելու խնդիր է պետք եղել։ Մենք առաջի քայլը արել ենք, նույնիսկ շատ բաներ, որ ի պաշտոնը մեր լիազորությունների մեջ չի մտնում որպես քաղաքականություն մշակող, մենք պատրաստ ենք մասնակցել եւ օգնել այդ հարցերում։ Մենք չենք զլանում, մենք պատրաստ ենք եւ նախաձեռնել։ Մենք պատրաստ ենք կոորդինացնել ֆինանսական բնականաբար կարող է ֆինանսական ծախսեր առաջանում, մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել։ Չէ, ծախսեր, տեխնիկական ծախսեր։ Այսինքն մենք պատրաստ ենք հարթակը մաքսիմալ օպտիմալ օգտագործել, որպեսզի ճիշտ լուծում գտնենք։ Մեր խնդիրը ճիշտ լուծում գտնելն է։ Ու շատ կարևոր է մեր դարում պետությունը մասնավորի էֆեկտիվ համագործակցությունը, որտեղ շատ արագ է ամեն ինչ զարգանում։ Պետությունը ցավոք սրտի իր կառուցվածքի, իր ավանդույթների շնորհիվ դանդաղ ապրող շնչող օրգանիզմ է։ Եթե այս համագործակցությունը ստացվի, մենք շատ լուրջ արագացում կգտնենք։ Եվ նաև շարունակական համագործակցության սկիզբ կդառնա։ Դա հետաքրքիրնի նաև այլ ոլորտներում ես վստահ։ Այսպիսով ձեր առաջարկները երկուսն են, հիմնականում ակումուլյացիոն արևային կաների խթանումը եւ ճկուն կառավարման խթանումը։ Եթե այլ տարբերակներ կան, ապա երևի փորձենք, ես ասեմ հետո վստահ եմ Հայկը կավելացնի, իրականում առաջարկները, եթե ավելի մասնավորեցնենք, բավականին շատ են, այսինքն լուծումներ, ոչ թե առաջարկներ, բայց եթե գլոբալ նայենք, առաջարկները ամենագլոբալ առաջարկը նա է, որ պետք է շարունակենք աշխատել, պետք է քայլ-քայլ անցում կատարենք, այլ ոչ թե այսօր էմոցիոնալ, այսինքն իսկ դրա համար պետք է մենք նստենք, որոշենք իրար հետ որն է ճիշտ ճանապարհը, որը կօգնի ոլորտը պահել, այսպես ասած, ալիքի վրա եւ միաժամանակ խնդիրը, էներգոհամակարգի խնդիրից խուսափել։ Լուծումները կան, նորից եմ կրկնում, լուծումները բոլորս էլ գիտենք, մեր քաղաքականություն մշակողներն էլ գիտեն, բայց ժամանակի հարց է եւ ինչպես Հայկը նշեց, պետք է որոշակի կոմպրոմիս ունենալ, չի կարող մաքսիմալ շահեկան լինել բոլորի համար, պետք է գտնել ընդհանուր համար ամենաշահեկան տարբերակը։ Այսինքն մեկ, դա ամենաառաջի կարևոր հարցը, որպեսզի մենք հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերի նստել, քննարկել, լուծումներ գտնել։ Կարծում եմ ամենամեծ առաջարկը սա է։ Եթե ավելի մասնավորեցնենք, այո, դրա մեջ մտնում է ակումուլյատորների ներդրումը, դրա մեջ մտնում է սպառման գրաֆիկի հետ կապված աշխատանքները։ Նաև շատ կարևոր է, որպեսզի մենք ուշադրություն դարձնենք նաև արդեն գոյություն ունեցող ակտիվության վրա, որը հենց մեր սուբսիդավորման, պետական սուբսիդավորման շնորհիվ է։ Մենք քննարկում ենք ավելի մանրամասը կասեմ, մենք քննարկում ենք հենց սուբսիդիաների շարունակությունը որոշակի ձևափոխումներով, որպեսզի հենց ոլորտը որը ներառի նաև ակումուլյացիոն համակարգերը։ Հարցը գիտեք որն է, այսօր արդեն խնդիր կա։ Ես չեմ ուզում վախեցնել, բայց այսօր խնդիր արդեն պարզապես ինչ որ բան փակելով այդ խնդիրը չի լուծվելու խնդիր, արդեն ունենք։ Այսօր մենք ուզենք թե չուզենք, պետք է նստենք խնդրի լուծումը գտնենք։ Եվ որպեսզի նաև միաժամանակ ոլորտը շարունակի գոյատևել, պետք է ճիշտ լուծում գտնել համակողմանի, հետաքրքիր եւ շահեկան։
մենք նույնիսկ առաջարկներ, այսպես ասած, մեր ներքին քննարկումների արդյունքում սուբսիդավորման հենց վերաբերյալ առաջարկներ ունենք, որի դեպքում նույնիսկ բյուջեից լրացուցիչ գումար անհրաժեշտ չի լինելու սուբսիդավորելու, չգիտեմ, օրինակ կարող հենց խոսենք նույն եկամտահարկի վերադարձի օրենքի մոդելով ինչ-որ մոդել ավելացնել նման բաղադրիչ, եւ շատ կարեւոր է որ հասկանալ նաեւ, քանի որ սա էներգախնայող ծրագրի սուբսիդավորման էներգախնայող քաղաքականության սուբսիդավորման ծրագիր է, չմոռանանք, որ այդտեղ միայն արևային համակարգերը չեն, այդտեղ կան տարբեր համակարգեր, ներառյալ ջերմային պոմպեր, ջերմամեկուսացում, նույն ակումուլյատորային համակարգեր եւ այլ կոմպոնենտներ, այսինքն այսօր նույնիսկ արևայինի շատ ավելի փոքր մաս է կազմում, այո, կարող ենք այսօր փորձել արևային համակարգերի սուբսիդավորումը որոշակիորեն դանդաղեցնել կամ ավելի լավ առաջարկ միայն սուբսիդավորում են այն ծրագրերը, որոնք ակումուլյացիոն համակարգերով են օժտված։ Տարբերակ, այսինքն ամբողջությամբ մենք չունենք այսօր բոլոր հարցերի պատասխանները, մինչև չնստենք երկխոսության եւ այդ հաշվարկները միասին չանենք։ Մեր խնդիրը, որ եկեք նստենք, հաշվարկներ անենք, որը նպատակահարմար կգտնենք, կշարունակենք, որը չէ։ Ունեք ավելացնելու բան, պարոն Շևչենկո։ Շատ լավ ասվեց, իրականում լուծումները կան եւ պարզապես ես ուրախ եմ, որ մենք միավորվել ենք այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Շնորհակալություն։ Դե հաջողություն եմ աղթում ձեզ, հուսամ, որ այս բոլոր քայլերը կբերեն իրենց հաջողված ավարտին եւ ի վերջո սպառողների մոտ այն անվստահությունը չի առաջանա ոչ միայն ոլորտի, այլ նաեւ պետական մարմինների հանդեպ, որովհետեւ ձախողման դեպքում վստահ եմ նման բան հնարավոր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։